Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 19-ի համար։ Օրը երկուշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 19-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կամ սուտ է բացահայտվելու շատ անսպասելի ձևով, կամ նաև դա ինչ-որ հանկարծակի լուրը լսում եք, դա սուտ է։ Ոչ մի այդտեղ ճիշտ բան չկա այդ լսած ձեր տեղեկատվության մեջ։ Նաև ձեզ կարող են հրավիրել որևիցե առիթի այդ օրը, կամ դուք ստեղծեք առիթ և հրավիրեք մարդկանց։ Նաև այդ օրը ինչ-որ տհաճ պահեր կան, միգուցե դա է այդ հանկարծակի լուրն է, որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչպես կընդունեք, ինչպես որ ամեն ինչ ձեզանից է կախված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 19-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը առավոտյան ձեզ սիրված եք զգալու, ձեզ լավ եք զգալու, ձեր ցանկությունները կիրականանան, գուցե ինչ-որ բանի հետ է կապված, սիրո հետ է կապված, նաև ոմանց սիրո խոստովանություն կանեն, կամ դուք կանեք, նաև սա ձեր հարազատների հետ կարող եք անցկացնել, նաև սիրահարվել է դա։ Ինչ-որ բան եք ձեր ձեռքից բաց թողնում և դրա համար դա կարող է ձեզ ցավ տալ, դրա համար կարող եք չեք տխրում, բայց դա ձեզ ցավ է տալիս։ Հյուր ունեք կամ դուք գնաք հյուր, գումար կծախսեք և այդ գումար ծախսելը ևս ոնց որ ձեր ձեռքում է, թե
որքան գումար կծախսեք օրինակ այդ հյուրին կամ հյուրասիրելու համար կամ տանելու համար եւ այստեղ գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն կամ ոչ է փաստաթուղթ է, որ ինչ որ մի գործի է վերաբերվում, ինչ որ մի բանի, որից որ գումար կարող եք ստանալ կամ մեջը գումար է նշված, դե ընդհանրապես սա եկամուտն է, կարող է ինչ որ իմանում եք, որ ոնց որ նշված է այդ փաստաթղթի մեջ, որ դուք այսքան գումար եք ստանալու։ Կամ գործարք եք կնքում, ինչ որ մեկի հետ նամակագրական կապ է սա, նաև կարող է հաճախ խորհրդում հետ որ խոսում եք, հետո գումար եք ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 19-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը տան հետ կապված ինչ որ հարցեր են, որոնք որ ձեզ տխրեցնում են, կամ ընտանիքի անդամներն է սա, կամ առիթ է այդ օրը առավոտյան ոչ ոք չի շնորհավորել, ինչ որ մի բան է, որը առավոտյան ձեզ տխրեցնում է այդ փաստը։ Նաև հեռախոսազանգ ունեք, սուտ կարող է բացահայտվել կամ ինչ որ խոսում են, դա է սուտ։ Ընկերոջը կարող եք հանդիպել, խոսել իր հետ, նաև ոչ միտեղ կարող գնալ, երկար մնալ, կամ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, հա միշտ ապեք ոչ մի հարցում։ Սուտը լսում եք, հա հետո ինչ որ պահեր են։ Նաև որը ձեր ձեռքում է, հա շատ բան ձեզանից է կախված, այնպես որ դուք եք որոշելու ինչը, ինչպես ընդունել, ինչպես այն անել։ Նաև հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում եւ հանդիպում կամ շփում կունենաք նաև ձեր մտերիմ անձնավորության հետ կարող է ընկերն է ցույց տալիս որպես մտերիմ անձնավորություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 19-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը կարող եք տատանվել, ինչ-որ մի հարց կարող է ձեզ տանջել։ Նաև այդ օրը ձեր ընկերոջ հետ է կապված, սա, ժամի հետ կապված, որևիցե ինչ-որ մի տեղեկատվություն կլսեք։ Նրանք որ չի կարողանում գա, որ վայ չգիտեմ ինչ ա եղել, էլի չի լինում գալ, կամ ժամն է փոխվել, ոչ է մի պահեր են, որոնք որ կարող է իմանաք այդ օրը։ Եվ այստեղ նաև ոմանք հիվանդ են կամ վատառողջ եք կամ ունեք վատառողջ անձնավորություն, ինչ-որ մեկը տանը եւ դրա պատճառով տխրում եք, տխուր եք։ Նաև հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում։ Ինչ-որ մի բան է, որը ձեր օգտին կավարտվի այդ օրը, կկարողանաք անել նաև դա դուք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հունվարի 19-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը հեռախոսը հեռախոսազանգ կունենաք, նայում եմ այստեղ ասում եմ հեռախոսազանգ հետաքրքիր է, բայց լավ էր, որ հեռախոսազանգ ունենք։ Այդ օրը հեռախոսազանգ կստանաք, նաև ոչ է մեկ հետ կարող եք ժամ պայմանավորվել կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որ չուշանաք։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, որը ինչ կանեք, ինչպես կանեք։ Նաև ինչ որ այստեղ ինչ որ մի բանից կարող եք հուզվել, չգիտեմ ինչն է, բայց ինչ որ պատճառ չկա, կարող է այստեղ հաջողության հուզմունք է, ոչ է հաջողություն ունեք այդ օրը եւ դրանից կարող եք հուզվել։ Ամենայն դեպս հաջողություն ձեր գործերում, ձեր բիզնեսում, հուզված գնում եք ինչ որ միտեղ այստեղ ժամի հետ է կապված, որ ձեզ ժամ են ասում, հուզվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 19-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ սպասում եք առավոտյան ինչ-որ մարդիկ կան ձեզ մոտ, նաև սուտ կա, միգուցե սպասում եք դեռ չկան, ամենայն դեպս սուտը ինչ-որ մի տեղ է, այստեղ սպասման մեջ եք նաև, հնարավոր է դա է սուտը։ Հեռախոսազանգ ունեք, ժամ եք պայմանավորվել կամ ժամ կարող եք պայմանավորվել այդ օրը։ Նաև հաջողություն ձեր գործերում, ձեր բիզնեսում, որոշ հարցեր կան, եք գլուխ կավարտեք, վերջնական որոշում կկայացնեք եւ դա մի կողմ կդնեք։ Եվ ոչ իրադարձություն ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, դա նաեւ ավարտ է այդ մեկ ամսվա իրադարձության կամ նաեւ նոր է սկսում ձեզ մոտ, ոչ ամենամյա ինչ որ ցիկլ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշերքների։ Ինչ է սպասվում կշերքներին հունվարի 19-ին։ Հարգելի կշերքներ, այդ օրը ինչ որ գործեր կան, որոնք որ չեք անում, չեք ավարտում, միգուցե ինչ որ տհաճ պահեր են, դրանից է կախված, ինչ որ չի լինում, կամ դա է ձեզ տհաճություն տալիս։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, նաև դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսման կենտրոն, նաև մեկ այլ պետական հիմնարկություն։ Նաև ոմանք ունեն ժամադրություն, ոմանք սիրային ժամադրություն, ոմանք նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 19-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը դուք ինքներդ պետք է խնամեք ձեզ, եթե վատ եք զգում, հա, ոնց որ ձեր ձեռքում է կամ կհիվանդանաք արդյոք թե ոչ, կամ եթե ձեզ վատ եք զգում կամ հիվանդ եք, ապա ոնց որ դուք պետք է ձեզ խնամեք, կարծես թե այդ օրը այդ պահին խնամող չկա։ Ամեն ինչ ձեր ձեռքում է մի խոսքով։ Նաև վարակվել է, եթե վարակվեք եւս։ Հուզվում եք այդ օրը, չգիտեմ ինչու, կարող եք նաև արտասվել, ինչ որ մի բան կարող եք հիշել, արտասվել։ Նաև գործերը, այն գործերը, որոնք որ մնացել էին, դրանք կանեք, կավարտեք, կվերջացնեք։ Եվ ինչ որ մի բան ձեզ ցավ է տալիս, այստեղ կարող եք վիճել նաև մարդկանց հետ, համար կարող եք նաև պարկել, կարող եք դա է ձեզ արտասուքի, հա, ձեր արտասուքի պատճառը։ Նաև ինտիմ հարաբերությունները կարող դրանից հետո եք վիճում, դրանից հետո է ինչ որ մի բանը ձեզ ցավ տալիս։ Ինչ որ կարիչների մոտ ինչ որ բաներ խառն է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 19-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, ինչ-որ բանի վերաբերյալ, նաև գումար կստանաք այդ օրը, որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք ի վերջում։ Նաև այստեղ ինչ-որ իրադարձություններ կան, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն եւ ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, կամ դա ավարտվում է, դա է ձեզ տխրեցնում, կամ էլի եկավ այդ ժամանակը, հա, էլի եկավ այդ պահը, որ էլի պետք է նորից էլի վճարեմ կամ նմանատիպ ոչ պահեր, հա, դրա համար այստեղ կարող է նաև նեղվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 19-ին։
Հարգելի աջակցություններ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ նաև գործնական խոսակցություն, կարող է նամակագրական կապի միջոցով եք խոսում, նաև հանկարծակի լուր կլսեք, երեխաների հետ կապված պահեր են, որոնք որ ձեր ցանկությամբ կլինի, կամ ձեր ցանկությունը կիրականանա երեխաների հետ կապված հարցում, կամ երեխաներն են ձեր ցանկությունները կատարում, նաև հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, այն ինչ որ սկսեք, այն ինչ որ անեք։ Նաև այստեղ հուզված եք, գնում եք ժամադրության, այս նաև օծեր կան, կարող դա լինի բամբասանք, խոսակցություն, կարող ձեզ տեսնել ինչ որ մեկի հետ, եւ վերջ, նաև սա ձեր հարազատներին կարող եք հանդիպել, կարող պայմանավորված եք, այդպես հուզված գնում եք, վաղուց չեք տեսել, եւ էլի, հա ինչ որ մարդիկ էլի սկսում են բամբասել կամ 4 կողմը օծեր կան ձեր այդ վերաբերմունքից միմյանց հանդեպ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 19-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոչ նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ կամ փաստաթուղթ կստանաք, փաստաթուղթ կստորագրեք նաև, ոչ է կարևոր տեղեկատվություն կարող եք ստանալ, հեռախոսազանգ նույնպես ունեք այդ օրը, հանդիպում ոչ մեկի հետ, սպասում եք ուրախ բարձր տրամադրությամբ, հնարավոր է նաև այստեղ հյուրին եք սպասում, որտեղ հյուր ունեք, հնարավոր է հյուրին եք սպասում, որ գա, դամար այդպես ուրախ սպասում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 19-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք, ոչ է տեղեկատվություն, գուցե փաթեթ է, նաև ոմանք այդ օր ունեն սիրային ժամադրություն, գուցե գրում եք իրար, հետո գնում եք հանդիպման, նաև դա հարազատներն են ձեր իրենց հետ եք պայմանավորվում, հետո հանդիպում եք։ Ձեր սիրված կզգաք, նաև ոմանք սիրո խոստովանություն կանեն, կարող եք սիրահարվել,
Եկա, եթե ձեր հարազատներն են, ապա եւս իրենց հետ դա սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։